հնարավոր չի վերջո այս համախմբումը հստակ տեղի ունենա, որ ի վերջո հունիսի 8-ին մենք չարթնանանք նույն ողբերգական վիճակով։ Ընդհանրապես Հայաստանի Հանրապետության հասարակությունը մասնատված է, եւ այս առումով նաեւ նույն այդ միավորների մեջ էլի կան մարդիկ, որոնք որ նույն այդ գաղափարներով չեն միավորվում։ Բոլոր ընդդիմադիր ուժերի մեջ բավականին պրոֆեսիոնալներ կան։ Հայաստան դաշինքի մեջ կարելի ասել բոլոր պատգամավորների տեխնացուները քաղաքական դեմքեր են, այսինքն քաղաքականությանը շփում ունեցող։ Ուժեղ Հայաստանում համախմբվել են բավականին լավ թիմ, այնտեղ լավ դիվանագետներ կան, լավ զինվորականներ կան, լավ տնտեսագետներ, իրավաբաններ, մեր փաստաբանն է ուժեղ Հայաստանում գտնվող Վահան Հովհաննիսյան եւ չգիտեմ ով ոնց է ճանաչում, ես համարում եմ ամենաուժեղ պրոֆեսիոնալ փաստաբաններից մեկն, այսինքն ուժեղ թիմ է հավաքված, բայց նաեւ այստեղ պետք չի առանձին գնալ ընտրության, այսինքն այս պարագայում էլ առանձին ստացվում, պետք է մեկը մյուսին ուղղակի չխանգարի, եթե որևէ մեկը քարոզարշավի ժամանակ չի ցանկանում նույն ուժեղ Հայաստանին ձայն տա, իրենք պետք է ուղղորդեն մյուս ընդդիմադիր դաշտեր, նույնը պետք է արնեն հակառակ թևից, այսինքն եթե Բարոկյանը քարոզարշավի ժամանակ տեսնում է, որ իրեն չեն սատարում, ինքը ուղղորդի Հայաստան դաշինք կամ ուժեղ Հայաստան, որովհետև մենք բոլորս պատկերացնում ենք, որ մի կուսակցությունով, մի դաշինքով իշխանափոխություն չի լինի։ Այստեղ 3 հիմնական ուժեր են համախմբվել ընդհանուր դաշտում, բայց ես կցանկանայի, որ նաև 4-րդն էլ լիներ, որովհետև չգիտես ինչի կապում են այս 3 ուժերին ռուսամետ որպես եւ Նիկոլ Փաշինյանն էլ ժամանակ առ ժամանակ ասում է 3 գլխանի դև է թեմացս կանգնած, Ակրոս Սրբազանը շատ լավ խոսք ուներ, ասում է այդ մարդը որ ասում է ինքը հայլու դեմ կանգնած է ասում, այսինքն իրեն է տեսնում, որ ասում է։ Ուզենայի որ 4-րդ ուժն էլ լիներ, որը որևէ ձևով չկապվեր ռուսական ուժերի հետ, ալտերնատիվ մի ուժ լիներ, այստեղ փորձում է 4-րդ ուժը խաղալ Հովմաննե Թաթոյան, ես շատ կուզենամ, որ ինքը իր խոսքերի մեջ ինչ որ ասում է, ազնիվ լինի եւ նաեւ ընտրություններից հետո որպես 4-րդ ուժ ինքն է միանա։ Այսինքն դուք նորմալ եք ընդունում դաշինքային այդ բաժանված թեկուզ տարբերակով գնալը, կարող է եւ դա նորմալ եք համարում, հա, ասենք 3-4 դաշինքով գնալ, բայց հետընտրական շրջանում համախմբվել։ Գիտեք, ես դա եմ ուզում ասեմ, եւ ինչի համար, որովհետեւ փոքր երկիր է Հայաստանը եւ համարյա բոլորը բոլորին ճանաչում են եւ այս առումով նաեւ ունենք մեր մենտալիտետի մեջ կա որ ամբիցիաներ են, ոնց որ դուք ներկայացրեցիք եւ նայում են այդ ցուցակը, 100 օքանա ցուցակ են նայում, ինչ որ մեկին ճանաչում են, որը որ ինչ որ ձևի իրանց դուրը չի գալիս։ Այդ մեկի համար իրանք ամբողջ դաշինքին չեն ընտրի։ Տենց է հայերը, տենց են։ Անձնական ինչ որ խնդիրներ կան, նախանձության խնդիր կա։ Կարող է պատահի 20 տարի առաջ այդ մեկը աշխատանքի բերումով իրենից ավելի ցածր պաշտոն է զբաղեցրել նույն հիմնարկում։ Բայց դրան տեսնելով, բայց հասել է ինչ որ բարձունքների։ Ուղղակի հիշելով 15 տարի առաջ, որ ով էր ինքը, որ պետքա ցուցակում լինի, ես չլինեմ։ Այսինքն այս առումով շատ միավորները իրոք լավ է։ Ես կուզենայի նաև ազգային ուժեր կան Հայաստանում, փոքր ուժեր են, իրանց միգուցե թվականակը տենց մեծ չի, բայց գաղափարական առումով բոլորն էլ ուզում են, որ Հայաստանը ոտքի կանգնի եւ Հայաստանը ազատվի այս չարիքից եւ նաեւ տարածաշրջանում ինքը իր ուրույն տեղը ունենա։ Մենք պետք է նաեւ այդ ուժերին էլ լսել։ Բայց այդ ուժերը իրենք եթե փոքր են, ընդամենը եւ միայնակ են գնալու, հա, միավորվելու պարագան ուրիշ է։ Հակառակ դեպքում ուղղակի փոքրացնելու է։ Այս 3 ուժերի հետ, 4 ուժերի հետ գտնեմ որևէ ընդհանուր բան, այսինքն այստեղ պետք է
այդ առաջարկը լինի ավելի մեծ ուժերի կողմից։ Հասկանում եք, որովհետև այդտեղ էլ ամբիցիա պետք է չխաղա։ Եթե կան փոքր ուժեր, որոնց գաղափարները ավելի իրենց համար ընդունելի է մեծ ուժերի, ինչ-որ բաներ, պետք է իրանք առաջարկեն, բերեն իրենց դաշտ։